Հանգստի սեզոնը բացված է, մարդիկ պլանավորում են իրենց ճանապարհորդությունները դեպի Եվրոպա, Ասիա եւ այլ ուղղություններ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ վերջին պահին պարզում են, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն։ Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններ, օրինակ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը պահանջ ունեն, որ անձնագիրը պետք է վավեր լինի եւս 6 ամիս, վերադարձի ամսաթվից հաշված։ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան էլ օրինակ պահանջում են անձնագրի ժամկետի երամսյա վավերականություն։ Այս կարգավորումները կարող են փոփոխվել։ Այս տարի համեմատած դեռևս քիչ են դեպքերը, երբ քաղաքացիները առանց վավերականության ժամկետը փաստաթղթի ուսումնասիրելու գնել են տոմսերը ճամփորդելու համար, անցած տարի ավելի շատ էին իրանք։ Մասնագետը նշում է, երբեմն Վրաստան գնալիս են մարդիկ խնդրի առջև կանգնում։ Թեև նույնականացման քարտով կարող եք հատել Վրաստանի Հանրապետության պետական սահմանը, բայց միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ նույնականացման քարտով սահման հատելու համար պետք է ունենալ վավեր քաղաքացու անձնագիր։ Մակարյանը տեղեկացնում է, որ ամռան ամիսներին անձնագրերի փոխանակման դիմումների քանակն ավելանում է, կամ անձնագրերի էջերն են սպառված լինում, կամ անձնագիրը վնասված է լինում, կամ վավերականության ժամկետն է լրանում, կամ էլ անգամ անձնագիրը կորցրած են լինում։ Եթե խնդիրը հայտնաբերել եք հենց թռիչքի օրը, ապա անհրաժեշտ է հաջորդ թռիչքը պլանավորել նվազագույնը հաջորդ աշխատանքային օրը, քանի որ նույն օրում անձնագրի փոխանակել եւ ստանալու ծառայություն նախատեսված չէ, անձնագիրը փոխանակելու պարագայում կարող եք ստանալ ամենաշուտը հաջորդ աշխատանքային օրը։ Նոր անձնագիր տրամադրվում է 5-րդ աշխատանքային օրը լրանալուց հետո, սակայն կորցրած անձնագրի դեպքում նորը տալիս են դիմումը հանձնելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։ Անձնագրի արժեքը 1000 դրամ է, սակայն փաստաթուղթն ավելի շուտ ստանալու հնարավորություն էլ կա, հավելյալ վճարով։ 1 աշխատանքային օր անց ստանալու համար ընդհանուր 21000 դրամ է պետք վճարել, 3 աշխատանքային օր անց 11000 դրամ։ Կորցրած անձնագիրը շուտ ստանալու համար արժեքներն ավելի բարձր են։ 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու դեպքում 61000 դրամ, 3 աշխատանքային օր անց 51000, 5 աշխատանքային օր անց 41000 դրամ։ Անձնագիրը փոխելու համար հնարավոր է այց ամրագրել, սակայն պետք է հաշվի առնել, որ կարող են հերթեր լինել եւ մի քանի օր սպասելու անհրաժեշտություն, բայց գործում է նաեւ կենդանի հերթի տարբերակը։ Կարող են մոտենալ ցանկացած տարածքային ստորաբաժանում կենդանի հերթով սպասարկելու համար։ Կենդանի հերթի ձևաչափով կտրոնների իհարկե սահմանափակ են, քանի որ ռիսկ կա, որ քաղաքացին շատ կուտակումների դեպքում չեն հասցնի սպասարկման։ Մակարյանի խոսքով, եթե քաղաքացին ունի կենդանի հերթի ձևաչափով կտրոն, միանշանակ սպասարկվելու է։ 1 աշխատանքային օրում ծառայությունների մատուցումը նախատեսված է բացառապես Երևան քաղաքում։ Մարզերում 1 աշխատանքային օրվա ծառայություն չունենք այս պահին։ Այսպիսով մասնագետը խորհուրդ է տալիս մինչև հանգստի մեկնելը ստուգել փաստաթղթերի վավերականության ժամկետները, ուշադրություն դարձնել այն երկրի մուտքի պայմաններին, ուր անձը ցանկանում է մեկնել։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։